Թող փառք տա Աստծուն։ Եթե շունչ չունես, պետք չի անես։ Ուզում եմ մի երկու հայտարարություն անեմ, հետո այսօր ձեր հետ ուզում եմ խոսամ ծոմի մասին, որտեվ այսօր գնում եմ ծոմ պահելու։ Ուրեմն հայտարարություններից մեկը սա է։ Մենք մի հատ տեղ ենք ճարել, որ շուտով պատասխան կունենանք, մի քիչ ներքև է։ Այնտեղ որ գնանք, լիքը ծառայություններ պետք է անենք, որ ինձ թվում է շատ հետաքրքիր կլինի։ Դա մեկ, ձեզ շուտով տեղյակ կպահենք, բայց ժամերը պետք է փոխվի, որտեվ ուրիշ եկեղեցիներ պետք է ռենթի տանք, պետք է անենք 10:30, մի կես ժամ շուտ պետք է գաք։ Եթե գաք 11-ին արդեն երգը պրծած կլինի, եթե իհարկե ուզում եք լսեք մեր երգիչներին, թեպետ ես չեմ էլ սիրում իրանց երգերին, I'm just kidding։ 10:30 sharp պետք է սկսենք, մինչև 4-ը վերջացնենք, 3-ը։ Դա այտենց։ Մյուսը ուրբաթ, շաբաթ մենք կունենանք ռեգուլար ծառայություններ, այնտեղ որ ոնց որ որոշել էի, որ անեի, բացի դրանից լավ կլինի, որ ասենք ամեն մեկին սովորացնեմ ինքը դև հանի, ինքը իր դևը հանի, ոչ թե գաք մենք ձեր դևը հանենք, այլ դուք գնաք ձեր դևերը հանենք։ Դրա մեջ կսովորեք ինչպես աղոթք անել, ծոմ պահել, այնտեղ ահագին բաներ կա, որ ասենք կսովորացնենք, էլի ձեզ։ Մյուս տարբերակը ստեղ, եթե ստեղ համաձայնվեն, ստեղ մնանք, ուրեմն պետք է գնանք M-ի կողմը, G-ի կողմը։ Ուղղակի պետք է գնաք air condition առնեք, վրներդ կապեք, որովհետև այնտեղ ոչ մի բան չկա։ Ամառը շոկ է, ձմեռն էլ Սիբիր է։ Մինչև մի հատ եղբայր ունենք, այստեղ air condition-ի գործ անում, երևի կգնա, ասենք, այն մի եղբոր հետ air condition կգողանա, կբերի կդնի, հետո կապաշխարի, ոչինչ։ Այսօր ժամը 1:30 մենք պրոֆետներ ունենք, որ գալու են, կարող եք գաք, մասնակցեք, ժամ 1:30, մինչև 3:45, որտեվ մենք 4-ից պետք է մտնենք ծոմի ու պետք է գնանք, ուրիշ բան մոռացել եմ, թե այդքաններ, դու հիշում ես Ռիտա, ներս հերիք է խոսած քարոզի։ Մնացածը ձեզ կասեմ Աստծո ժողովուրդ, թե մեր հետ ինչ ար, բայց ոնց որ փառք Աստծո մի բան լինում է, որտեվ 2017 թվին, երբ որ սատանան վրես հարձակվեց նույն տարբերակով, ես այդ վաղտ գնացի 12 օր ծոմ պահեցի, 5 օր ջուր չխմեցի, 6-րդ օրը սկսեցի խմելը, բայց հաց չեմ կերել մինչև 12-րդ օրը։ Դրա համար ուզում եմ այսօր ծոմից խոսանք, եւ դրա հետ էլ մի հատ հետաքրքիր բան եմ ուզում սովորացնեմ, տալու մասին, փող տալու մասին, որտեղ մեր վարձը $9,000 է լինելու ամիսը, եթե կոնտրակտ եղավ, 9,000։ Total մեր ամսական ծախսը մի հատ էլ 6-7 հազար, պետք է սկսեք արդեն տալը, եթե չէ, աթոռ փողով եմ անելու։ Կամ է դուսը կարա կանգնեք ու լսեք ինձ, I'm just kidding, but you guys have to give։ Ուզում եմ մի քանի բան դրա մասին խոսանք, որտեվ I think it's very important, որ քանստետ եք հավատում, որ Աստվածաշունչը ճշմարիտ Աստծո խոսքն է։ Դե ես ձեզ Աստվածաշունչ ցույց կտամ, ոչ թե իմ կարծիքը կասեմ, այլ Աստվածաշունչ։ Ես անցյալ շաբաթ, դե ամեն շաբաթ աղոթք եմ անում, դու գիտեք, այլ նորություն չի, 3 շաբաթ ռեգուլար աղոթք եմ անում։ Խոստացել եմ Աստծուն, անում եմ, հեշտ չի, դժվար է։ Դժվար մասը նա է, որ չես կարա մեղք գործես այդ աղոթքի ժամանակ, չի կարելի։ Երբ որ ուխտ ես կապում Աստծո հետ այդ տարբերակով, մեղք գործելը արդեն option չի, չես կարա մեղք գործես։ Չես կարա կնոջդ վրա ջղայնանաս, չես կարա եկեղեցու անդամների վրա ջղայնանաս, պետք է շատ շնորհքին կուլտուրական ձևով ասես, ես բարկացած եմ ձեր վրա։ Ասենք այտենց այդ տարբերակով էլի։ Ու տենց շատ շնորհքով անջատված խոսած, դեմա կհասկանանք, եթե չէ։ Այն օրը մեր քույրիկ Աննա զանգել էր, ասի ձեր հայրից դժգոհ եմ ես։ Դե բան չես դժգոհ, ասի որ ծոմս բրծնեմ կասեմ։ But anyway, ինձ Աստված մի հատ տեղ ցույց տվեց, որ կյանքում չէի տեսել, եւ կուզեմ դա ձեր հետ կիսվեմ, եւ ահագին բաներ կա, որ իմ աղոթքիս մեջ
ինձ հետ Աստված խոսում է ու կուզեմ ձեր հետ կիսվեմ, որովհետև ինձ թվում է շատ կարևոր է, որ դուք ինքներդ հասկանաք, թե Աստվածաշունչը ոնց է մեզ ուղեկցում։ Հիմա գնանք անցնենք ծոմին։ Ես գնալու եմ 5 օր ծոմ պահեմ։ 5 օր չենք ուտելու։ Եվ այս ծոմը պահվում է զուտ սատանայի դեմ, այտենց ասեմ ես։ Ոչ թե իմ կարիքներ, այլ զուտ դևի դեմ։ Ամեն մեկը Աստծո ժողովուրդ ունեք հակառակ ուժ, որի դեմ պատերազմելը շատ դժվար է։ Շատ ժամանակ քրիստոնյաները միշտ պարտվում են։ Ինչի են պարտվում, որովհետև բաներ կա չենք անում։ Ես այսօր Ռիտային հետ է ասում, որ մենք Հայաստան էինք, դե կներեք ես Կիրովական եմ ապրել։ Հիմա երևանցիները կարող ավելի զարգացած են, արանո։ Բայց Կիրովականում մենք դայետ չենք հասկանում ինչա։ Չգիտենք այդ ինչա։ Ինչ դնում են դեմներս ուտում ենք։ Կիրովականցիներ համաձայն չեք։ Մենք ստեղ 3 հատ կիրովականցի 4-5 6 հատ ունենք։ Մենք չգիտենք, որ ջուրի մեջ տարբերություն կա։ Մենք կրանթը բացում ենք ու ջուր ենք խմում։ Մեր ջուրը զուլալ մաքուր ջուր էր։ Ֆիլտրացած ջուր չունենք։ Գիտեք ինչի, որտեվ մենք այդքան փող չունենք, որ ֆիլտրանենք ջուրը։ Էդի մենակ հարուստ երկրներում ատենց փող են ծախսում, մեքենաներ են առնում, ֆիլտրներ են դնում։ Ֆիլտրը թանկ է, ճիշտ եմ ասում, թե չէ։ Մեր ֆիլտրը նատուրալ էր, Աստված ֆիլտր էր անում, ուղարկում էր մեր տանտների մեջ, մենք խմում ենք։ 2 րոպե բացում ենք, այդ ժանգը գնում էր, հիշում եք, ժողովուրդ, ու խմում ենք։ Ասենք օրինակ, եթե կնոջս պետքա ծաղիկ նվիրենք, Կիրովական կանանց ծաղիկ չենք նվիրում։ Տենց ռոմանտիկ բաներ չկար։ Այնտեղ ռեստորաններում եք տղեկն էին գնում, կանայք ոչ միտեղ չեն գնում։ Այդտեղ էր որ սկսեցին կանանց ռեստորանտ անել։ Ո՞վ է ռեստորանտ։ Տղեկով գնում ենք հաց ուտելու։ Ճիշտ է թե չէ։ Օրինակ հնդիկների մոտ կանայք ոչ միտեղ չեն գնում։ Իրանք գնում պարում են, իրանք իրար քեֆ են անում, գալիս են տուն։ Դրա համար մի հատ հնդիկ պատմաբան կա, ասում է հնդիկները առաջացել են հայց։ Էս իրական բան եմ ասում, բայց մի քիչ դուրս չեկա, որտեվ դա հեշ լավ բան չի։ Այսինքն հայերից որ Իսրայել ազգը առաջանար, մի քիչ ավելի, բայց հնդիկները հայերից են, այդ հայերից հնդիկ ով։ Anyway. Դες դայետիկ բաներ չենք հա, մենք չգիտենք այդպես բաներ կա։ Երբ որ եկանք ստեղ, արդեն սկսեցինք ուտելը, ուրախացել ենք, խանութից մտնում բոլ լցրածը կես։ Ուտում ենք, մեկը սկսում է չաղանել, ասում է, «Էս ինչ է»։ Ջուրը ջրի մեջ ճիճու կա, այս ճաշի մեջ էս կա, բժիշկը էս մի կեր, էս մի կեր, էմ մի կեր, մինչև մենք դրանցով մեզ educate արեցինք, որ փաստորեն պետք է այնց ուտենք, որ չմեռնենք, տենց ասեմ ձեզ։ Մենք ուտում ենք, որ ապրենք։ Ստեղ պետք է այնց ուտես, որ չմեռնես։ Նույնն էլ հոգևորն է։ Դու չես կարող ասես, ես հավատացյալ եմ ու ոնց ուզենաս քեզ դրսևորես։ Տեղեր կա, օրինակ հիմար ես ինքս բան եմ եղել, bodybuilder եմ եղել։ Դա անում ենք հավեսի համար։ Իսկ ստեղ առողջության համար է։ Տարբերությունը տեսնում եք աստորեն։ Այնտեղ մենք ուղղակի ասենք հավեսի համար գնում պարապում ենք։ Հատուկ այդպես չկար որ պարապենք առողջ եղնենք։ Այդ գաղափարը ես չունեի։ Բայց ստեղ ինչ որ անում են իրանց կյանքը պահելու համար է։ Հոգևոր կյանքը նույն տարբերակն է։ Դու չես կարող ասես ես Հիսուսին հավատում եմ, հոգևոր կյանքի մեջ է դայետ կա եւ դրա անունը fasting է։ Հոգևոր դայետներ կան, հոգևոր բաներ կան, աղոթքի տեսակներ կան, հավատքի տեսակներ կան։ Ես չգիտեմ այնտեղ հազար ու մի բան։ Դուք ինքներդ որ երրորդություն եք, դրանց վրա պետք է աշխատեք։ Ձեր դուք մարմին ունեք, դուք շունչ ունեք, դուք հոգի ունեք։ Ամեն մեկը իր առանձին սխեման ու սիստեմ ունի։ Չես կարա մարմնի կերակուրը շնչին տաս։ Չես կարա հոգու կերակուրը տաս ասենք մարմնին։ Չկա տենց բան։ Հոգու կերակուրը ո՞րն է։ Ֆիզիկական չի։ Մարմնին պետք է առանձին պահեք, հոգուն էլ առանձին պետք է պահեք։ Մարմնին պետք է դնեք դայետի տակ, հոգուն էլ պետք է դնեք դայետի տակ։ Մեր կյանքի մեջ կան բաներ, որ սատանան ուղղակի կարա գա ու սկսի մեզ դրա մեջ նեղացնել։ Եթե անառողջ ապրես, obviously հիվանդություն կբերի։ Դուրս էլի բացում, տենց ասեմ։ Հիմա գնանք ծոմին։
այս ծոմը, որ ես գնում եմ պահում եմ, սա զուտ այն սատանան է, այն դևնա, որ երկրորդ անգամ ին վրա հարձակվում է։ Սրա հախից մենակ գալը ծոմով է։ Just like that։ Հիմա այն մնացածները, որ գալու են, իրանք իմ համար են ծոմ պահելու, որպես ես կարողանամ ծոմս վերջացնեմ։ Օրինակի համար ես որ պետք է ծոմ պահեմ, արդեն մտածում եմ, ինչ ունեմ, որ կարա սատանան ուղակի հարձակվի ին վրա։ So ինչ արեցի, ասենք տանս մեջ բաներ կա, որ չեմ սարքել, ասում դելա կարանք յոլա գնանք, ստիպված վեկալե սարքել եմ, որ երեխես փորձյան մեջ չընկնի, քշում ակներն եմ փոխե։ Ասենք հաստրեք մի բան, որտեվ գիտեմ, ինքը երեխուս գցելու ավտովթարի տակ, անելու է, որտեվ դու որ գնում ես պատերազմելու սատանայի դեմ, ինքը ինչքան թույլ ու ծակ ու բան կա մեջտեղով անցնում է ինքը։ Կարան տանիքի անդամներն քո դեմ հանի։ Եթե ընտանիքի անդամները պատրաստ չեն, բայց դու ֆուլ գնում ես իր դեմ կռվելու, Դավիթը դա տենց եղավ։ Դավիթը իր 630 զորքով կռվում էր ճակատ, որ բոլոր թագավորները վախենում էին Դավիթից, բայց ընտանիքը մի հատ ուրիշ տեղ իր համար այնտեղ ուտում խմում են, եկան սաղին հավաքին տարան։ Սրանք եկան տեսան ընտանիք չկա։ Գժվել էին, որովհետև եթե դու հոգևոր ես, Էդի չի շակ, որ տանդ անդամներն են հոգևոր։ Հիմա մի հատ էդի ուղղակի ուզում եմ բացատրեմ ձեզ։ Մենք ստեղ ունենք, ասենք, ես, Ռիտան, իմ երեխեքս հավատացյալ են, which is true։ Բայց կարող է այդ պահին Ռիտան բրեկ ավեկալել։ Գործերը բիզիա, չի կարում աղոտ կանի, չի կարում կարդա, չի կարում հոգևորի մեջ բիզիա, դպրոց է գնում։ Այս մարդը բիզի է։ Ինքը սատանան գիտի, որ ինքը բիզի է։ So ինչ կանի։ Ինձ կթողա կգնա իր վրա կհարցակ, որովհետև ինքը հոգևորից մի պահ դուրս է մնացել։ Ինձ դուք հասկանում եք ինչ եմ ասում։ So դու հիմա կասես, բայց բոլորդ հավատացել եք, հա, բայց Հիսուսն ասում է արթուն եղեք ամեն ժամանակ։ Մեկն ու մեկս մեզ դրեցինք նիտրալ մոդի տակ, արդեն եթե այն մեկը որոշեց, ասենք սենց օրինակ հիմար, ես էլ իմ գործերով եմ, եկեղեցիա, քարոզում եմ, էսյան, էնյան, Ռիտան էլ իր համար գործ է, երեխեքս էս կոմենքում, ասենք արանքին աղոթում են, սենց, մեկ էլ մի օր ես որոշեցի արդեն սատանայի դեմ կռվեմ։ Իրանք էլ պետք է անեն, նրա համար ասեն Ռիտա ջան, պետք է սկսեք դուք էլ իմ հետ հավասար ծոմ պահելը։ Ուզեն չուզեն, եթե ծոմ չպահեն, գխնեն ինչ օին ասես կբերի սատանան։ Հիմա մյուսը իրանց ուժեղացնեն մնում եք դուք։ 2017-ին, որ ես 12 օր ծոմ պահեցի, ուղղի մի քանի ամիս հետո սատանան 90% իմ ժողովրդի քշեց ինձանից։ Տարավ։ Դրանք պատրաստ չէին։ Հիմա դուք ստեն նստած եք, ես որ գնամ ընդ կռվելու, կարող գամ վաղը արդեն մի բան հորինացել եք, ասեք ես էլ ես եկեղեցի չեմ գալիս։ Possible։ Որտեվ դու հավատացել ես, բայց այս եկեղեցու մեջ ես, այդ կռիվը եկեղեցու վրա է։ Սո սատանան ինչ կան, ինձ հաղթանակը ես կվեկալեմ, բայց արդեն ժողովրդի վրա կազդի։ Իրական բաներ եմ ասում, ես հեքիաթ չեմ պատմում։ Սո դրա համար ասենք ուզում եմ ձեզ այսօր սովորացնեմ ինչ կա, երբ որ եկեղեցին պատերազմի մեջ է, հասարակ մի բան։ Հիսուսը Գեթսեմանին private park էր, ինչ որ մեկին էր, մի հատ հարուստ մարդու էր, տվել էր Հիսուսին։ Այսօր շատ մարդիկ կան, հիմա որտեղ որ մենք գնում ենք, մի հատ մարդու տուն է։ Ինքը մեզ տվելա, որ գնանք ընդ աղոտ կանենք, Աստված իրան օրհնի։ Հիսուսը որտեղ որ աղոտ կեր անում, ինքը գիտեր իր աշակերտների մեջ ովքեր են արթուն, ովքեր են կներեք, էլի թամբալ։ Գիտեք այդ ինչ է։ Ծույլ։ Իրանք ասում են հավատացել են, բայց բերանով են հավատացել։ Հիսուսի աշակերտները, որ ինքը ընտրել էր, 5-ին է ինքը Աստվածաշնչում ընտրել։ Այն մնացածը չի գրված, ոնց են եկե։ Բայց ընդեղ են։ Որից մեկն էլ իմացակ, Հուդան էր։ Մի հատ կեղտոտ տղա։ So Հիսուսը գիտեր, այնտեղ ով է մի քիչ աշխուժ, ով է աղոթող, ով է էսեն, այն երբ որ գնացին Գեթսեմանի Հուդան չկար։ Հուդան արդեն գնացել էր, որ Հիսուսին դավաճան էր, չէ՞։ So քանի հոգի մնացին 12-ից 11։ 11-ից էլ հանի 3, այն 8 հոգին ամփույթ էին։ Ասես դուք ստե սպասեք։ Իրանց թողեց այդ ինչ որ միտեղ Գեթսեման դե մեծ տեղ է։ 3 հոգու վեկալ ասես դուք այս 3-ը եկեք, որի մեջ Պետրոսն էր։
տարավ այն տեղը, որտեղ ինքը միշտ աղոտ կա անում։ Ասես դուք այս երեքդ աղոտ կարեք, որովհետև իմ հոգիս ծանրացած է։ So եկեք մի հատ convert անենք symbolic-ly։ Հիսուսը եկեղեցին է, այդ 3 հոգին ժողովուրդն են, եկեղեցու սյուներն են։ Իսկ այն մնացած 8 հոգին թափթփվածներն են, որ բանի պետք չեն absolutely։ They don't care, եկեղեցին կփակվի, եկեղեցին կվնասվի, Արմենի մոտ չեք գնանք Վարդուշի մոտ, Գևորի մոտ, Վլադի մոտ, Պողոսի մոտ, թքած ունենան իրանք։ Էդի թափթփուկներն են, որտեվ տենց էլ եղավ։ Հենց Հիսուս մեռավ, գնացին անում եք իրանց գործին։ Տենց եկեղեցու անդամներ կան, իրանց, they don't care։ Դու չես կեթամ ուրիշի մոտ, որտեվ իրանց սիրտը Աստծո հետ չի։ Գնեք ոչ ես կոպիտ եմ ասում, բայց դա ճիշտն է, էլի։ Եթե նրանք էլ պարտաճանաչ եղնեն, իրանց կբերեր, իրանց հետ կդներ այդ երեքի մեջ։ So եկավ Հիսուսն ասեց անպայման աղոտ կարեք։ Իմ սիրտս նեղված է։ Պետրոսը չաղոթեց, քնեց, նրանք էլ խո հետը։ 2 անգամ եկավ, 2 անգամ է քնած էին։ Հիսուսը իր հաղթանակը տարավ, բայց Պետրոսին համարյա սպանելու են, որտեվ ինքը սխալմով ղևտացիների այդ քահանայի զինվորների ականջը կտրեց։ Օրենքի մեջ դու իրավունք չունես ղևտացուն ձեռ տաս։ Եթե տաճարում ծառայում են, իրավունք չունես։ Ձեռ տվիր, դա ուղղակի արդեն դա մարդասպանություն, իրավունք չունես։ Ականջը կտրեց, Հիսուսը լավ գիտեր, որ իրան պետք է տանեն ու execute անեն, սպանելու են։ So ականջը նորոգեց, որպեսզի չսպանեն իրան։ Դրա համար այդ պատկերացնում եք եկել են Հիսուսի վրա, այդ պահին Հիսուսը հասցրեց այդ տղու ականջը բժշկի, որ Պետրոսին չսպանեն։ Բայց Պետրոսը, որպես սյուն, վնասվեց Հիսուսի նեղության պատճառով։ Հիսուսը ծանր նեղության մեջ էր, Պետրոսը չաղոթեց, ընկավ փորձության մեջ։ Թեպետ Աստված իրան չթողեց ինքը իր կյանքը վայելի։ Ասեց սիրում ես ինձ, ասեց դե գնա խաչվի իմ համար։ Խաչ էլ տվեց։ Ասեց գնա մեռի, հերիքա, enough։ Համաձայն չեք հետս։ Պետրոսը խաչվեց։ Ով իրան ասեց որ գնա խաչվի։ Հենց Հիսուս ասեց դու paid off-դ խաչվելն է, գնա խաչվի։ Ասածս ինչ է, որ այս տեսակ ժամանակ, երբ որ եկեղեցին հարցակում անենում, բոլորդ պետք է մտնեք իմ հետ հավասար ծոմի ու աղոթքի, թե չէ դու կլես Հուդա։ Did I say that? I think so. So պարտադիր չի, ուզում եմ ուղղակի մի հատ խնդրում ինձ այս մասը հասկացեք։ Պարտադիր չի դու հավատացյալ ես։ Դա ոչ մի բան չի փոխում։ Եթե դու ակտիվ չես հոգևորի մեջ, սատանան կարա քո դեմ դուզ գա ու քեզ կարա գցի մեջ, փորձի մեջ գցի։ Հիսուս դրամ ասում ամեն ժամանակ արթուն եղեք։ Հա? Yeah, very important, very important. Գիտեմ ձեր մեջ հարցեր ունեք, բայց ձեր հարցերը կարաք հետո տակ, չգիտեմ երբ։ Հիմա մենք պետք է գնանք Joel 2:12-ը պետք է, 2:12 please. Ուզում եմ այնտեղ մի բան կա, որ տեսնեք, Աստծո ժողովուրդ, ես ձեզ կսովորացնեմ ծոմի մասին, okay? Իսկական ծոմը ու մի քանի ծոմեր կա, որ մենք մի քիչ արգումենտ կունենանք, էդի ծոմա թե չէ, որովհետև հիշեք, ուզում եմ սա անպայման դուք ձեր մեջ ռեջիստր անեք, please բոլորդ ինձ նայեք ու մի անգամ եմ ասում, շատերդ մանավանդ 50-ական եկեղեցին, բողոքական եկեղեցին, առաքելական եկեղեցին, օրթոդոքս եկեղեցին, ուղղափառ եկեղեցիները, բոլոր այս եկեղեցիների ուսմունքը եկելա մի հատ եկեղեցուց, անը կաթոլիկա, մայր եկեղեցուց է եկել։ Դարեր ներշնչել են այս սիստեմը, դարեր։ Ու մենք առանց նստելու, կարդալու, սովորելու ընդունել ենք այս ճշմարտությունը, որի մեջ սխալմունք կա։ Պետք է դուք ձեր կյանքը ոչ թե իրանց հիմքերի վրա դնեք, այլ Աստծո հիմքերի վրա դնեք։ Համաձայն չեք։
So ով է կարևոր։ Ասում է թող ամեն մարդ սուտ լինի, Աստված ճիշտ։ So եկեք այդ բոլորը մի կողմ դնենք, ճիշտ կարդանք Աստվածաշունչը ու ճիշտ մեկնաբանենք fasting-ը ոնց է սկսում։ Okay? So հարցը սա է։ Արդյոք Դանիելի fasting-ը համարվում, որ այսօր սաղ դա են ընտրե։ Դանիելը 2 անգամ հաց չի կերե, նույն համարի մեջ է գրած, եւ այսօր բոլոր քրիստոնյա աշխարհը fast անում Daniel only։ Daniel only։ Շատ հեշտ է, որովհետեւ իրանք ուտում են, խմում են Coca-Cola, ուտում են rice եւ թխվածք։ Մի հատ խնդրում եմ ինձ, քանի տարի կարա կտենց դիմանալ։ Սաղ կյանքները։ Կամ միշտ չեն ուտում, vegetable են ուտում։ Ու ան դնում է fasting, բայց դու երբևիցե կարդացել ես այդ համարը։ Դու երբևիցե սովորել ես այդ համարը։ Կամ եթե այո, բան չի Աստվածաշունչում հրեշտակն ասում Դանիել, որովհետև դու աղոտ կարեցիր, քո աղոտքիդ պատճառով եմ ես եկել քո մոտ, չասեց ծոմ։ Բա ծոմ դուրա, այսօր սաղ մարդիկ ծոմ է, 40 օր ծոմ է, բայց սուպ են ուտում են։ Սուպով գիտեք ես քանի միլիոն տարի կարամ ապրեմ։ Միլիոն ավել, ու սուպից առողջ ուտելիք չկա, աղիքնային պրոբլեմ ընդհանրապես չեք ունենա։ Ինձ ասում են 21 օր ծոմ ենք, բայց ասում ինչ ես արել, ծոմ եմ պահել, սուպ եմ կերել, գեր արի հեր, էդի սաղս էլ կարանք անենք, էդի ճաշ է։ Ես օրինակի հիմար, որ առողջ եմ ուզում ինձ պահեմ, ես ուտում եմ vegetable, մեկ է մի կտոր միզ, ես հաշ չեմ ուտում։ Հմիշտ ծոմ եմ պահում ամեն օր։ Come on people. Point-ը սեն է, որ դուք ձեր պրոբլեմը գիտես ինչա, հարմարացրել եք, ձեզ դուր է եկել դա, սենց էլ կանեմ աղբեր ջան, հլա հոպ, այտես չի։ Դու ինքդ պետք է նստես կարդաս, study անես։ Եկեք մի հատ առաջերտի Դանիել, էսի մի հատ կարդա Աննա ջան։ Սակայն հիմա Տերն ասում է. ձեր ամբողջ սրտով դեպի ինձ դարձեք, ծոմով, լացով ու ողբով։ Էսի հիմքն է։ Լացով, ծոմով, սենց, ոչ թե սուպով, կերած փորով, pink թշերով, սենց դստես, John. Well, I'm going to show you the real fasting, brother. Hold on a second. Արեք մի հատ Դանիելի մասի 2 րոպե խոսանք, հետո կանցնենք Մովսեսին, արդյոք Մովսեսը ծոմ պահել է թե չէ։ That's going to be another question. Ու ես ձեզ կկարդամ, դուք կկարդաք, ես չեմ փոխում ոչ մի բան։ Ուզում եմ ձեր judgment-ի վրա թողեմ, գնացեք study արեք։ I'll give you a clue, the rest is on you. Let's go Daniel 1. Կարդացինք։ 1-1 Դե հա, ուզում ես մի հատ համար ընտրի կարդա տեցմա, եթե ուզածը սեղավ, ուրեմն լավ է։ Հուդայի թագավոր Հովակիմի թագավորության 3-րդ տարում Բաբելոնիայի Նաբուքադնեսոր թագավորը եկավ Երուսաղեմ եւ պաշարեց այն։ Տերը Հուդայի Հովակիմ թագավորին եւ նրա հետ Աստծո տան անոթների մի մասը նրա ձեռքը մատնեց։ Նա դրանք տարավ Սենար երկիրը, իր Աստծո մեհյանը եւ այդ անոթները դրեց իր Աստծո գանձարանում։ Եվ թագավորն իր ներքյանապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից եւ իշխանազուններից։ Ֆիզիկական առատ բնակ չունեցող եւ գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ եւ հանճարեղ։ Այսինքն Աստծո ժողովուրդ, Իսրայել ազգը 300 տարի հետո, որ թագավոր էր, Իսրայելին բաժանեց 2 մասի ու ցրեց Աստված։ Կործանեց այդ ազգին։ Այս մի թագավորի անունը կոչվում էր Բաբելոն։ Ամեն կներեք, Նաբուքոդոնոսոր, Բաբելոնի թագավորն է։ Սրանք ինչով էին ապրում։ Սրանք ապրում էին աշխարհի բոլոր իմաստուն մարդկանց, այսպես ասած, գիտությունով։
Ես մի հատ բան եմ ուզում ասեմ, որ դուք իմանաք։ Alexander Great-ը ուներ գրադարան, չգիտեմ, գիտեք թե չէ, հռոմեացիները վառեցին դա, շատ ճանաչված գրադարան է։ Որպեսզի հույները դառնան աշխարհահռչակ ճանաչված մարդիկ, իրանց փիլիսոփաները սկսեցին հավաքել բոլոր աշխարհի երկրների բոլոր իրանց տրադիցիան, ուտելիքը եւ իրանց հնարները։ Alexander Great-ը օրենք հանեց, ասեց բոլորը ձեր կյանքը բերեք տվեք մեզ։ Սրանք էլ բերին, տվեցին հունաստանցիներին, վերցրեցին ու հրաշալի հնարքներ հորինեցին։ Եթե դուք սովորեք, բաներ կա, որ հունացիներն են իրանք վերցրել իրանց, դրանք ճիշտ ասած իրանցը չի եղել, ուրիշ ազգերի է եղել, բայց քանի որ իրանք են այդ գործը որոշել, որ անեն, մնաց իրանց։ Դրա համար բոլոր հունական այդ շարժը, Hellenistic culture-ը, որը տենց popular էր, դարեր, պատճառը նա էր, որովհետև Ալեքսանդրը սիրում էր, որ ունենար գիտություն, որ ազգերը ոնց են ապրում։ Ռոմեացիները այդ եկան վառեցին, ուրիշ մի հատ երկիր կար, որ իրանք էլ ունեին գրադարան, library, որի դոր դա գտնում էր Պարսկաստանում։ Եթե դուք ստադիան եք, Պարսկաստանը ունի հենց այսօր library, որ հազարավոր տարիներ հին է։ Որտեվ շատ թղթեր գողացան այդ մարդիկ ու բերեցին Պարսկաստան եւ տվեցին իրանց։ Ուզում եմ սա դուք հասկանաք, սա շատ կարևոր է։ Բոլոր ազգերը իրանք ապրել են, ինչ արեց այս թագավորը։ Իրանք կախարդներ էր պետք, իրանք գիտունիկներ էր պետք, իրանք իմաստուններ էր պետք։ Իրանք որ գնում են մի հատ երկիր տապալում էին, իմաստուններին ու խելացներին չէին սպանում։ Հավաքում բերում են իրանք երկիրը, որ ելի ավելի զարգացնեն։ Եվ այս երեխեքը սրանք լուրջ մարդիկ էին, որ այս թագավորը ընտրել էր, իրանք խոտնեց օդի մեջ Դանիելին չընտրեցին։ Դանիելը լուրջ մարդ էր, թագավորը բերել էր իր մոտ, հիմա թագավորը ասում է աղբեր ջան, ձեր ազգին ես ոչնչացրել եմ ու լավ եմ արել, դուք պետք է հիմա ինձ ծառայեք, եթե չծառայեք, ձեր գլուխները կդրելու եմ, ձեր ծնողներով, ձեր երեխեքով, ձեր մամաներով, սաղի մորթելու եմ։ Լավ կլի խելոք բնակ, իմ մոտ ծառայեք, ես ձեզ ամեն ինչով կհարստացնեմ։ Ինչ պետք է քո կարծիքով անի Դանիելը։ Պետք է ասի չեմ ուզում, երկիրը փչացրեց, համ Հուդան կործանվեց, համ North Kingdom-ը գնաց։ Համաձայնվեցին։ Ասում են, ես ձեզ կպայեմ, քո ընտանիքիդ փող կտամ, ձեզ կպայեմ, պաշտոն կտամ։ Սա թագավորն ինչ էր անում, քանի որ սաղքել էր իր ընտանիքի անդամ, Բաբելոնացիք իրանց ամենալավ ուտելիքը, որ օրինակ Հայաստանում, որ հյուր էր գալի դրսից, մենք ինչ ենք պատիվ տալի, կներեք կիրովական պետք է ասեմ, որտեղ չգիտեմ մնացածներ ինչ են անում։ Ժարի տարած կարտոլ խոզի մսով։ Դա ամենալավ ուտելիքներից մեկն էր։ Դուք երևանցիներ չգիտեմ ինչ եք ուտում։ Կամ լեննականցիները։ Կիրովականցիք հաստատ դա էին ուտում։ Թթուն թանով դնում էինք ու գնաց։ It's very good։ Եթե դու փող ունեիր հարուստեր, կարայր խորոված անեիր։ Բայց աղքատ մարդկանց տորը դա էր ուտելիք։ Մենք ասենք իմ papa չէ, օքեյ, քո papa փող ունեցեն, papa չէ։ Հայերը սիրում են քննադատեն, հասկանում ես, իրանց մտքի մեջ տենում ես, խոսում են իրանք։ Չի դուզ գալ, բայց խոսում են։ Մենք այդտեն չենք եղել, well դու տենց ես եղել, մենք տենց ենք եղել։ Մեզ սաղ հարևաններն են այդտենց եղել։ Ես սաղ հարևաններին գիտեի։ Այնտեղ ոչ մեկը տեղ չէր գնում։ Այնտեղ մի տեղ որ նստում են, դարերով մնում էին։ Էնի մերնում էր էներգալ, էնի մերնում էր էներգալ, էնի մերնում էր էներգալ, էնի մերնում էր էներգալ։ Տենց ոչ մեկը չէր գնում։ Ստեղա որ ապրում ես 18 տարի ես ապրեցի Գլենդելի մեջ, մենակ մի հոգու է ճանաչում, էնել իմ բարեկամներ կողս էր ապրում։ Տենց էլ չիմացա մնացածներն ովքեր են։ You never know։ Որտե վզ հա գնում գալ։ Անընդհատ տանտեղերը փոխում են։ Դուք ձեր հարևաններին գիտեք։
Հա լավ, մի հոգու են էլ երև մոռացել ա որ մու վերնի։ Բայց մենք սաղ թաղի ժողովրդին գիտեինք, սաղ թաղին գիտեինք։ Մենք այն բոլոր ապարտմանների, բոլոր 7 ու 10 ապարտմանի, բոլոր երեխեքին, ծնողներին, բարեկամներին, ազգականներին ինչ կար գիտեինք։ Սաղին գիտեինք։ Մենակ կողինից չգիտենք, այս սաղ թաղը ջան, չգիտեմ թաղ գիտեք այդ ինչ է։ Այդ սաղ այդ փողոցը ով գար, հələ այն ձենով օհաններին էլ գիտենք։ Մի հատ մեկը կար, այս պատկերացեք, սենց 5 արգանի շենքեր էր։ 1, 2, 3։ Հետո դիմացը էլի 3 հատ, մի հատ է դիմացը 3 հատ, մեջտեղը խաղադաշտ էր։ Այս մի շենքը ստեղ էր, այդ մի շենք, քուրը գոռում է. «Աղջի, հաց ունեք»։ Like լուրջ գոռում էր։ Այն էլ ընդդեմ ասում է, չէ, բայց հացի փուրը ընդամենը մի 2 մետր էնյան էր, կարա էր գնային 2 էլ առներ, ոտով 5 վայրկյան էր։ Գոռում է, հաց ունեք, աղջի, գոռում էր։ Սաղին գիտենք, բոլորին անգիր գիտենք, անես չէր, որ մենակ կողից սաղին գիտենք, այսի աղորդությունը, որ դու գիտեք, դարերով մնում էին, մինչև շենքը քանդվեր, նոր կգնային ուրիշ տեղ։ Համաձայն չէ կիրովականցիներ։ Երևանում էլ էր այտենց։ Սաղ թաղ երեխեք իրար գիտեն։ Հլանդեղ այնքան վատ էր, որ այնտեղ 10-րդ դպրոցի երեխեք գիտեն դիմացում ովքեր են ապրում։ Դրանք էլ են այնտեղ մնացել, չեն դուրս գալի։ Պատմությունը սենց է։ Թագավորն ուզում է, որ իրանց ուտելիքը ուտեն։ Իրանց ժարի տարած կարտոլը, մեկ էլ իրանց խոզի միսը։ Ուղղակի գիտեք ինչն էր վատը։ Այդ ուտելիքը, որ թագավորը մատակարարում էր, սկզբից իրանք զոհ էին մատուցում կուրքին, հետո տալիս էին ժողովրդին։ Դա պատվավոր մի բան էր։ Օրինակի համար, երբ որ հայ հետ մի բան է եղնում, հայը գնում է ոչխար առնում, տանում է մորթում է, հետո դռնե դուր թքացնում, ամանով ասում է, էսի իմ ճիշտ է, դա Աստծո խոսքի մեջ գրած է, որ դա արվում է սատանային, չանեք։ So եթե մեկը գածես, եթե չեք հավատում, գնացեք առաջի Կորինթացիներ 8-ը կարդացեք։ Ասում է, այդ տեսակ զոհաբերությունները արվում են մենակ մի բանի, դևելի, սատանային։ Ու եթե դու չիմանալով ուտես, լավ է, բայց որ ասում է մատաղա, պետք է ասես լավ է, մենք սենց ուտելիք չենք ուտում, մենք ավելի լավ ճաշենք, սուշի ենք մենք ուտում։ Սուշի բերք ուտենք։ Այն է սիբասի սուշի, Հայաստան որտե սիբաս չկա։ Point-ը սեն է, որ անգամս այդ դեպքում, բայց դա շատ պատվավոր ուտելիք էր։ Համաձայն հասկացեք, չէ՞ point։ Հիմա Դանիելը գիտի, որ օրենքի տակ իրանք թեպետ երկիրը չկա, բայց օրենքը մնում է օրենք։ Օրենքի մեջ չես կարա կուրքի ուտելիք ուտես։ Դանիելն ասեց չվիրավորելով իրանց, մեր քրիստոնյաները մանավանդ 50-ական կոպիտ են, գոռում են, հարցակում են, շնորհքը ճիշտ չի նստած, հարցակում են, ախպեր պետք է այնց խոսած մարդ չի, մարդ այդքանը գիտի։ Ես մի հատ դոկտորի վրա էի աշխատում, իրական դոկտոր, փորձում է համոզել, ինքը հենց ասում էր, դուք առաքելական եկեղեցի ընդունում եք, ասում է, հա։ Ու մի օր եկավ ինչ-որ մեկի մոտ, ան չեմ ուզում տամ։ Այդ մարդը մորթեց այդ աղջկան, թողեց գնաց, որտեվ հարցակվել էր վեր։ Սխալա, ով ասեց, որ քեզ սխալա։ Բայց այդ որդից հորինեցիք։ Այդ աշեն ասեց, փաստը ջան, քեզ շատ եմ հավանում, բայց այս մնացածները ագրեսիվ են։ Պետք է ճիշտ ձևով մարդու հետ խոսած։ Գրագ է ճիշտ։ Մենք ճիշտ ենք, սաղ սխալ ենք։ Ով ասեց, where is that in the Bible? Ինձ ինչքան հարցեր են տվել, ես միշտ չեմ պատասխանել։ Որտեվ ես գիտեմ, որ պատասխանելը լավ չի վերջանա։ Թող ինքը figure out անետի սխալա թե չէ։ Իմ մոտ գալիս են պապիրոզը բերաններին, Աստծո խոսք եմ խոսում։ Հիմա ինչ անում ես, պապիրոզը թափում, ասում no։ Բայց ես լսել եմ մեկն ասել է, որ ծխելը մեղ կա։ Ասի դե գնա իր հետ էլ այդ հարցերը լուծի։ Հիմա ինչ ծխեմ, ասում եմ հա։ Հետո որ գալիս են Աստծուն, թողում են, գալիս ասում բախի, ասում այ չէ, ինչ էլ ասե պետք է ծխեիր։ Ափսոսը գոնե այդ առել ես ծխի։ Վայելի ծիխախոտը։ Պետք է իմ մոտ հապի, գնա հետո այնտեղ what's the point? Seriously, what's the point? Դրա համար մենք ինչ ենք, մենք Հիսուսի հետ ենք ծանոթացնում, թող Հիսուս իր հետ դիլ անի։ Մեկը մենք ոչ կարանք այդ մարդուն փոխենք,
Ոչ է կարանք աճացնենք։ Մեր գործն է, որ Հիսուսին ներկայացնենք, ինքը Հիսուսին ճանաչի, դրանց հետո իր գործն է։ Ուզում է հետևի Հիսուսին, թող հետևի, չի ուզում հետևի, դե թող գնա դժոխք։ Ինչ ասեմ։ There's two ways։ Ես չեմ կարող, չես կարող ծխես, մեղ կա։ Ծխի աղբ, ուզում ես ծխի, ուզում ես խմի, ուզում ես մարդ սպանի, ես քեզ չեմ գալու տենամ։ Ինչ ուզում ես արա։ That's up to you։ Դու գտնում ես բժշկի, բժիշկն ասում է մի ծխի։ Քո թոքերիդ համար լավ չի։ Դե դու պետք է օրինակ պրիտոմ ուղակի 100%-ից ստուպետ եղնես, որ չհասկանաս այդ մարդը քեզ ինչ։ Մի ծխի մեռնելու ես։ Որ ծխում են ուրեմն դե ստուպետ։ That's my analogy։ Կհավանես, չես հավանում, հիմար ես։ Եթե դու քո կյանքի մասին չես մտածում, էլ ինչ ասեմ, էդ էլ խո բժիշկն է ասում։ Կամ մի խմի։ Խմելը լավ չի, երակներիդ համար լավ չի, քոլեստերոլ առաջացնում, քունդ սկսի տանելը, սաղորը քնած կեղնես, չաղացնում է, ոչ մի բանի լավ չի։ Խմելը վավշը ոչ մի բանի լավ չի։ Ոչ մի բանի առողջ չի։ Գնաս նստի, ընդհանրապես լավ չի։ Yet it's addiction. So point. Եկեք անցնենք ծոմի, որտեվ I have to finish it. Այս մարդը ասում է կարդանք Աննա ջան, շարունակենք։ Արի գնանք 8-ից։ So իրանք պետք է ուտեն, ասում է պետք է լավ ուտեին, որպեսզի կշտանային, որ հասկանային, որ դե այն ժամանակ էլ տնես մեկի առաջ sense բորբոլ ուտելիք, Ժորժ ջան, ստեղի նման չէ։ Այն վաղ լավ ուտելը էդի պատիվ էր։ Այն վաղ ով է լավ ուտում, կուշտ փորով ուտում։ Դες բան չկար, դե հարուստներն էին ուտում։ Աղքատ ժողովուրդը կուշտ փորով հաշ չէր ուտում։ Այդ դուք ձեզ մեկն է, որ այս ուտելիքները ձեռն հետ Հայաստան մենք էլի կուշտ փորով հաշ չենք ուտում։ Այնտեղ չափ կար, չեն կարա ես իմ ինչ ուտեինք։ Հիմա ստեղ երեք կասնես ինչեր է խոսում։ Յա։ Մենք այնտեղ առավոտ արթնանում էինք, ուտում էինք հաց ու պանիր, չայով ու սպասում էինք ճաշի ժամը գար։ Դրա համար կիրովականցին ասում են քոլեցի, խոտ էինք ուտում։ Չեք հավատում։ Մենք իսկական խոտ էինք ուտում։ Այն տերը բանը խոտի այդ խոտը երկու կտոր ունի, փոկում ես այդ մեջտեղի մասը շատ համա։ Մի օր Ռիտայի գլուխ ցավում էր, ասեց գլուխ ցավում, ասի խոտ կեր, ասեց այդ ինչ տեղ ես դրել, ոչխարի ասի չէ։ Ու այդ ասելուց վրա ինքը բժշկվում, այնքան ծիծաղեց, ասում չէ, իրականից ասում կերկը լավանաս։ Մենք խոտ էինք ուտում, իրականից խոտ էինք ուտում։ Բա ինչ ուտեինք, մինչև իրանք ճաշեփեին, ալում է ժամը 2-ը, բա մինչև երեխեք ենք, վազվզում էինք, ստեղ երեխեքի պես չեն, դոդոշ նստում են iPad-ը։ Մենակ այսքան տեղն է աշխատում։ Դրա համար սա անջատված կիսակուն գնում են դպրոցը վերջացնում են դեբիլի սերտիֆիկետ, տուպոյ, ուղեղները անջատած, depressed, բա դա ի՞նչ է։ Ո՞նց է։ Այս վարդեղ եմ ես։ Իսկ խաբար չեմ, որ տան մեջ են։ Սիրեք, չսիրեք, who cares։ Ստեսորվա երեխեքը, they all I'm saying nothing. Debil. They are. I talk to many kids. They're pretty bad. Հեռախոսը վեկալում ես, կռիվ են անում հետդ։ Դպրոց չեն ուզում գնան։ Բայց պրոֆեսորներ են։ Սաղորը։ Գնանք Աստվածաշնչին։ Ես միշտ ասել եմ, I am going to keep talking about marriage and kids, որտեվ մենք այսօր crisis ունենք երեխեքի ու ամուսնության։ We are in a crisis. Ամուսնությունը բաժանվել է, կներեք, հայերի մեջ արդեն դարել է 80%, որ այն ժամանակ բաժանում ընդամենը 2% էր, հիմա 80% է։ Այսօր գարանտի չես, քո զույգիդ հետ երկար կմնաս, թե չէ։ Որտեվ սաղորը նստած Facebook-ով ու ինչ հիմարություններ ասել նայում են։ Ոնց որ էսի ավելի սիրուն է, գնանք սրա մոտ։ There's no guarantee. No guarantee. 20, 30, 40 տարվա ամուսնացածները բաժանում են։ What is the guarantee? No, վախ չունեն։ So, հիմա ծոմ պահելը փորձել չի։ You don't test yourself. Let's look. Daniel 8. Դանիելն իր սրտում որոշեց, որ իրեն չպղծի, թագավորի կերակուրով։ So that's not fasting. Go ahead. Եվ նրա խմած գինով։ Եվ ներքինապետին խնդրեց, որ թույլ տա։
դրանցով իրեն չպղծի։ Եվ Աստված ներքինապետի առաջ Դանիելին շնորհք ու ողորմություն տվեց։ Եվ ներքինապետը Դանիելին ասաց. Ես վախենում եմ ձեր թագավորից, որ սահմանել է ձեր ուտելիքն ու խմելիքը։ Ինչու նա ձեր դեմքը գունատ տեսնի ձեր հասակից, տղաների դեմքից եւ թագավորի առաջ իմ գլուխը վտանգեք։ Եվ Դանիելն ասաց վերահսկիչին, որի ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի եւ Ազարիայի վրա. Աղաչում եմ, մի 10 օր փորձի ծառաներիդ։ See, it says try. Փորձի, fasting-ը փորձել չի։ Ուղղակի ինքը չեր ուզում էդի ուտել, ասում էր մենք մեր ուտելիքը քոշեր ուտելիք ունենք, մենք մեր քոշեր ուտելիք կուտենք, դուք էլ ձեր այդ ճոխ ուտելիքները գերեք։ Fasting is not testing. It's not providing anything. It's not proving anything. We need to dismiss. Իրանք կերել են։ Ուղղակի կերել են kosher ուտելիք, որովհետև իրանք kosher ուտելիք ունեն։ That's pretty much what it is. Now let's go to Daniel 10. So եթե դու ուզում ես էսի համար ես fasting, it's not a fasting. It's not a fasting. Fasting has a deeper meaning. Let's go Daniel 8:10. Մնացած գնաք դուք ինքներդ կսովորեք։ Go ahead. Պարսից Կյուրոս թագավորի 3-րդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասար անունով էին կոչում։ Եվ խոսքը ճշմարիտ էր եւ մեծ պատերազմի մասին էր։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ Այն օրերին Let's go Daniel 10:2, yeah. Այն օրերին ես Դանիելս սքի մեջ էի 3-7 օրեր։ Այսինքն 21 օր։ Ախորժելի կերակուր չկերա եւ միս ու գինի չմտավ բերանս եւ բոլորովին յուղով չոցվեցի։ Այսինքն ինքը ես սա կբացատրեմ ինչա ինքը սենց արե, բայց ամենավատ մասը գիտեք որն այս ծոմի չի լողացե։ Are you doing Daniel fasting? You're not supposed to take a shower. No, I'm serious. You think I'm kidding? You're not supposed. If you're taking Daniel fasting, then don't take a shower. Smell like a poop. Says չոցեցի։ Չանի չէ որ իրան օծելով հել hallelujah. No. Bible anointing means he didn't take a shower. Բայց այդքանը չի, եկեք մի հատ detail նայենք, որ թագավորի ժամանակ Դանիելը որտեղ էր։ Ու ինչի համար իրան afflict-ար է։ Ասում է տեսիլք մարգարություն կար, որ իր մոտ բացվել էր, ու ինքը դրա համար տխրել էր, որովհետև ինքը իր վրա է վեկալում, որ եթե ես այս հարցը չլուծեմ, իմ ազգս Բաբելոնի մեջ կարողա փատի։ Այս մարդը բանա տեսել, վրան դարդ է եղել, ոնց որ ասես մի հատ հայ ազգասեր մարդ, լսելով որ եղերն է եղնելու, դու ինչ կանես, որ իմանաս թուրքերը նորից որոշել են մտնեն Հայաստան, քո համար հանգիստ կետաս կաշխատես, մի բան պետք է որոշես անես, այս մարդը հիմա այդ վիճակի մեջ է, ուզում եք նորից կարդանք, նորից կարդա, կարդա մեկը, Պարսկաստանի թագավորի ժամանակ, Արդեն բաբելոնացիք փոխվել են, պարսիկներն են մտել մեջտեղ։ Էլ բաբելոնացիք չկան։ Կործանվել են, կապուտ, գնացել են։ Հիմա պարսիկներն են։ Տեսեք ինչ ասում Աստծո խոսքը։ Thing was revealed unto Daniel, so բան կար որ հայտնվեց Դանիելին։ Շարունակի։ Որ համարից Just those places. Persian king revealed unto Daniel, whose name was whatever, but the time appointed was long, and he understood the things and had understanding of the vision. Այսքանն դեղն այնց պետք։ Եվ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ Yeah. Այն օրերին ես Դանիելս սքի մեջ էի 3-7 օրեր։ Ախորժելի կերակուր չկերա եւ միս ու գինի չմտավ բերանս եւ բոլորովին յուղով չոցվեցի միջև որ 3-7 օրերը չլռացան։ Yeah. Եվ առաջին ամսվա
24-րդ օրը։ Այսի կարևոր է հիմա։ Այսի հիմա կարևոր է։ Այս կարևոր է։ Որօրնային կարել հունաստանցիների կալենդար Նիսան առաջվա ամսի 3-ից սկսելա, վերջացրելա ամսի 24-ին ամսվա 1-ին, այսինքն իմ ձևով ասեմ, որ հասկանաք, հունվարի 3-ին սկսելա, 24-ին վերջացրելա։ Բա հունվարին ինչ կար։ Փեսախը։ Փեսախի ժամանակ, եթե մի մարդ որոշում է ծոմ պահի, պետք է պահի սենց։ Կներեք, որ տենց եմ ասում։ Բայց դա ծոմ չի համարվում։ Փեսախի ժամանակ գնացեք Ղևտացիների 12 այս ամսի 14 օրը լինի ձեր համար հավիտենական կանոն, որպեսզի ոչխարը մորթեք 8 օր հետո սկսում է Passover-ը վերջանում է 8 օր հետո վերջանում է աղբես ջան այս մարդը այդ օրը ծոմ է պահել բայց ծոմ չի պահել requirement-ը դա է ու ինքը կներեք has no right to do that too I don't know why ես չգիտեմ ինչի Աստված իրան թույլ տվել ինքը օրենքով պետք է քարկոծվի դա իրան չէր վերաբերվում բայց շատերն ասում են քանի որ տաճար չկար ինքը իր վրա վերցրեց ազգի համար ոնց որ Մովսեսը ու այդ օրենքը խախտեց ինքը խախտել է օրենքը իրը իրանք չունի անի Հիսուս կարար մարդկանց քահանայություն աներ իր ժամանակ կարար չէր կարա ինքը քահանա չի Եթե Հիսուսը հասկանում է, որ օրենքը չի կարելի խախտել, դանելն էլ է հասկանում։ Ես ձեզ բան եմ բացատրում, please հասկացեք։ Այնտեղ օրեր ա նշում, տեղեր ա նշում, ամիսներ ա նշում, բայց սրանք չեք ուզում, նայեք։ Օ, դանելը միշտ չի կերե, ուրեմն vegetable կուտենք, քաղցր չի կերե, ուրեմն եսի միշտ կուտենք, հոպլա։ Սրանք կարևոր են։ You're not paying this attention։ Թե պետք է ասես դե դա սիմվոլիկ է։ Խո դու ջամը քարտերը չես։ You got to understand the scripture. Passover ժամին ամբողջ Passover-ին ծոմ ապա է։ Գնացեք հարցրեք ձեր chat GPT-ին կասի, ճիշտ եմ թե չէ։ Chat GPT սաղը դրան եք հարցնում։ Գնացեք AI-ին հարցրեք կասի։ Այն AI-ն էլ գիտի, բայց քրիստոնյաները չգիտեն։ AI ավելի շատ բան գիտի, քան թե դուք։ Լավ, եկեք հիմա տեսնենք իր աղոթքի ու ծոմը, եթե ծոմ եք համարում։ Իրականում ծոմի համար եկավ հրեշտակը, թե աղոթքի համար եկավ։ Եկեք տեսնենք։ Let's just prove it. Go ahead, կարդա։ Եվ առաջին ամսվա 24-րդ օրը That's correct. ես մեծ գետի Տիգրիսի եզերքին էի։ Իսկ այդ տեղը չէր, որտեղ պետք է ինքը լիներ, շարունակի, որտեղ երկիշ չունեն, ուզած չուզած։ Աչքերս բարձրացրի ու նայեցի։ Ահա մի մարդ կտավ հագած եւ մեջքին 10-ից կարդա։ 10 Եվ ահա մի ձեռք դիպավ ինձ եւ ինձ դողալով կանգնեցրեց ծնկներիս ու ձեռքերիս ափերի վրա։ Եվ ինձ ասաց. Ով Դանիել, սիրելի մարդ, հասկացիր այն խոսքերը, որ ասում եմ քեզ։ Տեսնում եք Աստված ինչ է ասում Դանիելին։ Եվ կանգնիր Greatly beloved. Greatly beloved. Երբ որ մի մարդ տեսնում է Աստծո տունը, Աստծո դրած հիմքը տեղից շարժվում է ու երես թեքում է you're not beloved. Բայց այս մարդը որ տեսել է, շշմել է, որ մի հատ բան եմ ճարել, I have to do something, ասում է you're beloved. Ամեն քրիստոնյա չի որ beloved է։ Գլուխը թեքես ու գնաս? Seriously, you call yourself a Christian? When Jesus need you, you turn yourself, you turn your thing. Իր աշակերտները այդ 70 տենց արին, գնացին։ Ոչ մեկի անում ինչև այսօր չի նշվում։ I have a question. You think they will come back to God and they will repent? In my opinion, no. Դու Աստծո որդուն մերժել ես։ Նրա արյունը մերժել ես, նրա խաչելությունը մերժել ես։ What's there to be repent? Հասկանալով life դեմը կայնած է։ Continue. եւ կանգնիր տեղումդ, որովհետեւ հիմա քեզ մոտ եմ ուղարկվել։ Եվ նա այս խոսքն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով։ Եվ նա ինձ ասաց. մի վախեցիր, ով Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադվեցիր ըմբռնել եւ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցրեցիր։ Բայց ինչ արեց։ Եկել Աստծոս, խնդրում, եթե ես կարամ մի բան անեմ,
ինձ օգտագործի։ Եթե ես կարամ մի բան անեմ, մի բան փոխեմ, ես ստեղ եմ։ I'm here. Do something, I'll do it. Ես ստեղ եմ։ Կարամ մի բան անեմ, ես ստեղ եմ։ Մարդ 21 օր դարդար է։ Մեկ երեխան, որ ավտովթար է ունում, հաշ չեն ուտում։ Մեկ ընտանիքի մեջ որ վթար է ունում, մարդիկ սոված են մնում, հաշ չեն ուտում։ Դարդ են անում, ոչ մի ախորժակ չունեն։ He was there. Ինքը դա իր ազգը կործանվելու է, ինքը մտել է, մտածում է, ինչ անեմ։ Ինքը ձեռից եկած անում է, բայց այս տեսակ ձեր ասելով ծոմը, էսի մենակ քահանաներն են անում։ Բայց ինքը իրան դրել էր քահանու տեղ, which is fine, Աստված ձեռ չտվեց։ Մովսեսն էլ էլի սխալներ էր, բայց Աստված ձեռ չտվեց։ Continue. Let's finish this. Քո խոսքերը լսվել են, եւ ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Եվ Պարսիկների թագավորության իշխանը 21 օր դիմադրեց ինձ։ Wait a minute. Okay, continue. Եվ ահա Միքայելը առաջին իշխանավորներից մեկը եկավ ինձ օգնելու։ Եվ ես մնացի այնտեղ Պարսիս թագավորի մոտ։ Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ինչ պիտի պատահի քո ժողովրդին։ Բայց ուզում եմ ստեղ մի ասեմ, ստեղ գրած է words in Tanakh it says prayer. I don't know why it doesn't say prayer. Ասում է ես եկա քո աղոթքիդ պատճառով because you pray. Your words. What is the words? He was praying. Ստեղ words are գրած, but they're supposed to put prayers. Սխալ են թարգմանել։ That's my problem. I want to show you. Ինչ էր ամ դանել խոսում էր ինքը իրան։ He was praying. Ասում է քո աղոթքի համար եմ եկել։ Սի թարգմանողները անենց սիրուն են գրել, որ ամեն ինչ ջնջեն ամեն ինչից։ Դու որ նստում ես Աստծո առաջ ու խոսում ես, դա ի՞նչ է նշանակում։ You're praying. Բայց չի գրած, որ fast էր անում։ Ճիշտ է, ինքը իրան afflict արել։ Ես մարդ գիտեմ 21 օր ծոմապայ, ավելի է չաղացել, փորակցել ու հլա դեղել ուզում էր, որ նիհար էր։ Այդ ի՞նչ ձևի ծոմ ես դու, այդ ինչքան ես սկեր այդ անաշեն։ Ես մեկին նոր ասացի արի ծոմ պահենք, ասեց արի պահենք։ Այնքան կերավ օրը պրծել ասում հաց կուտես, ասում չելա կուշտեմ։ See, people don't understand. So, կարաս պահես, պահի, effect չի տալու։ You're not going to get affected. Այ հիմա գնանք Եսայա 58-ը, որտեղ Աստված ասում է, թե ծոմը ոնց պետք է լինի։ It says. But մինչև այդ, can I have page number 3 picture, please? Ուզում եմ բան ձեզ սովորացնեմ Աստծո շնորհով։ Էսի ձեզ պետք է։ Այս chart-ը որ տեսնում եք, չէ՞։ Հիմա օրինակ դուք ձեր աստվածաշուչները որ բացում եք, ձեր աստվածաշուչները հերթականությամբ գրվել է։ Սկսում է ծննդոց մինչև հայտնություն։ Համաձայն չեք։ Ահա։ Հիմա եկեք մի հատ բան ձեզ ցույց տամ։ Մարգարեների պատմությունը ձեզ ցույց տամ։ Այնտեղ ունենք մոտարապես 16 հատ մարգարե։ 17 մարգարե ունենք։ Այս մարգարեները դուք պետք է հասկանաք, որ շրջանակի մեջ են եղել, որ թագավորների հետ են եղել։ Եթե դուք չհասկանաք այս մարգարեները, դուք կխառնեք ամեն ինչ իրար։ Այ օրինակի համար։ Մովսեսի 5 գրքերը։ Սկսենք օրինակից ծննդոց, հետո ելից, հետո Ղեֆտացիներ, ահա, երկրորդ օրինաց։ Որ սեզնավես քեզ գիտես թե մի հատ շրջանա իրանք անցել են։ Ոչ։ Ելիցի ժամանակ ինչ որ կատարվել է, Մովսեսը մի հատ review է անում ու գրքեր է գրվել։ Բայց եղել են ու ժամանակ։ Սովոր երկրորդ օրինացը դու կարդում ես, դու Թուրանամին։ Հələ իրանք անապատում են։ Հələ Մովսեսը ընդ է։ Review է արվում։ Մովսես ասում է ժողովուրդ, հանկարծ էլի մեղ չգործեք։ Միշտ 2 շաբաթ առաջ դուք հիմարություն արեցիք, հորձ սարքեցիք, հանկարծ էլ չանեք այդպես բան։ Բայց դու Թուրանամի, մարդիկ գիտեն ես եւ no, it's the same time։ Նույն ժամանակ ամեն ինչ։ Ելիցը Ղեֆտացիները, ելիցի մեջ, եթե դու կարդաք, հենց անմիջապես 16-ից Աստված Մովսեսին կանչում է։
Սարը ասում է Մովսես, սկսի սրանք սարքելը։ Արա այդ տղեն 40 օր Աստծո առաջ ա եղել։ Աստված իրան տվել է հերթով մինչև 24-րդ խոսքը, գիրքը, բանի, Ելիցի։ 24-ի մոտ Աստված վերջացում է պատվիրանները տալ, այս տղեն սաղ վաղտ ընդեղ Աստծուն նայել է։ Իրան պատվիրան ա տվել։ 40 օր ընդ ասել է ինձ։ So Ղևտացիների մեջ Մովսեսը գալիս ասում է, «Okay, հիմա մենք պետք է սենց սարքենք»։ Դրա համար Ղևտացիների գիրքը գրվում է։ Բայց այդ նույն ժամանակ է։ Մովսեսը իջել է ներքև, օրենքները հետ կրկնում է մարդկանց, Ղևտացիների գիրքը գրվում է, հեռու չի, շատ էսին որ դե չի։ Point-ը հասկանում եք, չէ՞ եմ ասում։ Շատ հեռու չի, it's the same time։ Հիմա գնանք մարգարեներինը։ Այս մարգարեները դուք պետք է հասկանաք, օրինակ Դանիելը երբ ա եղել, որ մարգար, որ թագավորի ժամանակ ա եղել։ Սրանք պետք է որ սովորեք։ Գնանք Սավուղից։ Սավուղի ժամանակ մարգարեն հիշում եք ով էր։ Սամվելը։ Ճիշտ է թե չէ։ Հա։ Մարգարեն թագավորներից ենք սկսում։ Առաջի թագավորը Իսրայելի եղել է օրինական ձևով Աստծո կողմից ընտրված, օրհնված, օծված, չգիտեմ ինչ, դուք ինչ հալա Սամվելը։ Հետո Դավիթի ժամանակ Դավիթին ով օծեց։ Սամվելը։ So ամբողջ Սամվելի գիրքը որ կարդաք, դրա համար առաջ Սամվել, երկրորդ Սամվել, առաջ թագավորից, երկրորդ թագավոր։ Որ կարդաք սա Սամվելն է։ Սամվելը գրել, տվել է մեզ։ Ալեք, Դավիթին օծել եմ, Սավուղին օծել եմ, ես եմ սաղել։ So այդքան ժամանակ որ Սամվելը ապրել է, ինքը գիրք ա գրել թագավորների մասին։ Very simple, very simple. Okay, let's look something else. So մենք տենում ես օրինակի համար, բանի մեջ մի հատ գիրք կա, օրինակի համար ասենք Սամվելի գիրքը։ Հապա դա ինձ չի, որովհետև իրանք հերթականությամբ գրել են ու Սամվելի գիրքը եղել է հին ուխտի մեջ, ասենք թե 20-րդ գիրքը, ուրեմն միասին դարաշրջանում չէ, ուղղակի պետք է հետ այդ գիրքը վեկալես, տանես, դնես այդ պատմության մեջ։ Այ օրինակի համար Աննա ջան, մի հատ հաշվի Դանիելը որ երրորդ գիրքն է, հին ուխտի մեջ, արագ հաշվի։ Ու ինձ ասա։ Գնացինք, Սողոմոնը Նաթանն ա եղել։ Աբիջան, Ասան, Ջոաշֆաթը, սրանք մեկան ա եղել։ Գալիս ենք Էհաբը։ Ով ա հիշում Էհաբին, Ջեզաբելի մարդուն։ Ով են վաղտվա մարգարեները։ Իլայջան, Իլայշան, ճիշտ է թե չէ։ Իլայջան, Իլայշան։ Հետո գալիս ենք Ջաշին։ Ջաշի մարգարեն եղել է Եսայան։ Եսայան, գիտեք մինչև ուր ա գնացել։ Հեզեկայան։ Նա քանի թագավոր, 5-6 թագավոր, որովհետև Եսայան շատ երկար ա ապրել ու քանի էմփայերներ ա տեսել, որ եկե գնացել են։ Բայց մի րոպե, հələ Իսրայելը թագավորությունը գոյություն ունի, հələ չի կործանվել։ Վերջի մարդը, որ Իսրայելը տեսել է, որ կործանվել է, այդ եղել է Երեմիան։ Երեմիան վերջի մարգարեն է, որ մարգարացավ, որ Հուդայի թագավորը աբսոլյուտ կկործանվի։ Բայց հլանայք Երեմիայից առաջ եղել է Եսայան, Եսայից եղել է Իլայջան, and then Շամուել, Նաթանը, Սամվելը ու Իլաշա, Իլայջա։ Ստեղ գալիս ենք Եսայան, Զեֆանայան, like Զեֆանայան, minor prophet է, համարյա 36-րդ գիրքն է համարյա։ Հա բայց դու պետք է Զեֆանային հանես, տանես, դնես Ջաշիի մոտ։ Կամ ով է, Ամոյի մոտ։ Ամո թագավորը, լա Իսրայելը գոյություն ունի։ Իսրայելը հələ որպես երկիր կա։ Բայց Դանիելը այս թագավորության մեջ աբսոլյուտ չկա։ Ինքը ապրում էր Երեմիայի ժամանակ, Երեմիան մարգարեացավ, գնացին Բաբելոն, նոր Դանիելը տեց սկսեց առաջ գալը։ Եզրան, այ օրինակի որի՞րդ գիրքն էր տանը։ 27։ Բայց դու տես պետք է չնայես։ Օրինակ հիմա ասենք պրինցիպի օրինակ բերենք ստեղ Եզրան։ Եզրան Բաբելոն ա եղել։ Տես թե չկա, թագավորների մեջ չկա։ Արդեն Բաբելոնի մեջ են։ Եզրան, Նեհեմայան, Էստերը արդեն Պարսկաստանի մեջ ա եղել, իրանք Պարսկաստանի կայսրության տակ էին։ So ասածս ինչ է Աստծո ժողովուրդ։ Երբ որ դուք մի բան կարդում եք, պետք է իմանաք, որ մարգարեն, որ թագավոր ժամանակ եղել, որտեղ էս շատ կարևոր է։ Եթե դուք չիմանաք, որ թագավորը խառնեք սաղ իրար։ Այն վաղտա տարբեր բաները տարբեր ա եղել։ Ինձ հասկացաք, չէ՞ ինչ եմ ասում։ So ուշադիր նայեք։
Սամվելը Դավիթի ու Սավուղի ժամանակ է, Նաթանը Սողոմոնի ժամանակ է եղել, այնտեղ Շամուել, այնտեղ լիքը ուրիշ մարգարեներ կար, դուք չեք ճանաչում։ Այս մեկան է, որ սուտ խոսած։ Երեմիան է, որ սուտ խոսած։ Այս երկու մարգարեներ սուտ են խոսած։ There two of them are lie. Որտեվ թագավորն ասաց, եթե ասած գլուխդ կգդրենք, այն է սուտ խոսած։ Ինչ անի, տղայա։ He actually lied. Երբ որ մեր եկեղեցում խնդիրներ եղել, երկուսի մեջ խաղաղություն բերելու համար ես կոպիտ ասած manipulate էի անում։ Նրան ուժ բան ասում, նրան ուժ բան է ասում։ Բայց ես սուտ չէի խոսում։ Ինձ ասեց, այդ տղեն որ խառնել էր սաղ իրար, ինձ ասեց դու սուտաս անես, ասի իսկականից, ասիս Երեմիային ինչ կասես։ Կարած Երեմիայի աչքերին նայես, ասես դու սուտաս անես։ Թե բա քեզ Երեմիայի տեղից դեր ասի չէ։ Օրինակ դու Երեմիային կարաս կայնես, ասես դու սուտաս անես։ Քո կարծիքով Աստված կթողա որ դու իր մոտից գնաս։ Դու կարաս այդ մի մարգարեն ասես որ դու սուտաս անես, որ ինքն է խափեց։ Իր նախորոք ասես կգնաս Էհավի մոտ ու կասես ինչ որ Ջեզեբելի պրոֆետներն են ասում։ Ինքն էլ եկավ ասեց։ Հետո Ջոաշաֆատն ասեց, լսի, ես գիտեմ որ դու նույն բանն ես Աստված ինչ է ասում։ Ու եթե ուզում եք Աստված ասում, բայց Մարգարյանում է ինքը։ Նոր ասեց Աստված ասում, դուք սաղատել կորելու եք, ջարդվել եք, փշրվել եք, փոշի եք դառնալու։ Էհավն ասում, տենում ես։ Սրանց լավ բան դուրս չի գա։ Լավ քրիստոնյան, լավ բան չի ասում, միշտ նեգատիվ է ասում։ I'm telling you the truth. Դու լավ քրիստոնյա ես, լավ բան չես սպասի։ Այն որ մեկը քեզ լավ բան ասում, ինքը լավ քրիստոնյա չի։ Ինքը ուզում է որ դու կործանվես։ Գնա մեղ կործի։ Right people? You don't like that, huh? Okay. Գնանք Եսայա 58:3։ See, Եսայան որ թագավորի ժամանակ է եղել, Աստծո ժողովուրդ, հլա նայեք։ Ուզայի բարեկամներ են իմիջայլոց քեզ ասեմ, գնացինք։ Եկեք մի հատ հիմա սա նայենք։ Եսայա 58 կարդում ենք where was it? 3-ից։ Ինչու մենք ծոմ ենք պահել եւ դու չես տեսել։ Մի քիչ մեկից կարդանք, հա։ Կոկորթալիր կոչիր, մի խնայիր, շեփորի պես բարձացրու ձայնդ, հայտարարիր իմ ժողովրդին իր հանցանքը եւ Հակոբի տանը իր մեղքերը։ Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ։ Մի րոպե։ Աստված Եսայան ասում է գնա ու իմ ժողովրդիդ ասա ու մի ամաչի, ասա որ դուք մեղավոր եք։ Մի վախի ասում է գնա արխային ասա, քեզ կծեծեն, կնեղացնեն, բան տեղ մի դիր։ Կասեն դու սուտ ես, հովիվ ես, ուրիշ եկեղեցի կգնանք, խիստ խոսքեր ես ասում Եսայա, էլ մենք քո մոտ չեն գալիս։ Բան տեղ մի դիր, դու քո անելիքդ ասա։ Բայց Երեմիան տենց ասաց, ես որ գնամ սրանց մոտ, ես կսպանեն։ Ասաց ոչինչ, գնա, որ սպանելու վախտը գա, ես կգամ քեզ կփրկեմ։ Տենց էլ եղավ, գնաց ասես թագավոր մի հատ բան կարամ քեզ ասեմ։ Ասես դու ապուշ ես։ Ոնց։ Էս ինձ ես ասում, ապուշ, հա, դու ապուշ ես, դու հիմարել ես։ Սրանք վեկալը գցեք փոսը։ Հիմա դու ես Երեմիան ես։ Հա, մի բան անում ես, չէ, գնա փոսի մեջ մնա։ Գիտես ինչի, որտեվ բաբելոնացի գալիս էին։ Եկան սաղին ջարդին։ Իսկ ինքը փոսի մեջ իր համար նստած էր։ Բաբելոն թագավորը ասեց Երեմիան ուր է։ Բա փոսի մեջ հանդեք բերեք։ Երեմիա ջան կներես աղբեր ջան, ի՞նչ է Աստված ասում իմ մասին։ Ասում է որ դու պետք է պրոսպեր, ապրես, իրան տուն տվեք, ուտելիք տվեք, ծառաներ տվեք։ Այն ապուշը։ Բախի չապաշխարիր։ Քեզ ասում է որ Աստված ասում է որ դու ապուշ ես։ Էդ ում ես ասում։ Քեզ։ Ոնց։ Ես չեմ ասում, Աստված է ասում։ Չընդունեց։ Երեմիան ասեց լսի։ Ինձ մի քիչ կոպիտ ես։ Կան մի քիչ լավ ձևով ասեց, օքեյ, ես հիմա քեզ բան կասեմ, գրի իմ կողմից ու տարտուր թագավորին, դες ինչ կանի։ Երեմիանը նստեց, սաղ օրը Աստված ասել է, ինքն է գրել է, առ պատկերում ես Աստված քեզ ասի դու գրես։ It's crazy. That's the only place որ Աստված նամակ է ուղարկում իր կողմից մի շոմից ապուշ թագավորի։ Ու
ցույց տա Երեմիային, որ ես արդար եմ։ Սա Երեմիայի մասին էր։ Թե չէ ով էր այդ ապուշը։ Էսի վեկա լավ տարավ, տվեց այդ գրածը թակավորին, գցեց կարակի մեջ։ Երեմիան նայեց ասեց, «Էս լուրջ ապուշ է։ Էսի մեծատառով ապուշ է։ Էսի 4 կողմից ապուշ է։ Ես սաղ օրը նստել եմ, գրել եմ։ Բերել եմ ասում ես, Աստված, դու եկել ես կարակ ու իրանը գցեց փոսի մեջ։ Աստված ասեց, տեսար։ Երեմիան ասեց, Տեր ջան, մորթի, սպանի, ոչնչացրա։ Ասում է, Աստված ասեց, այդ աղա, բայց կանված սպասում եմ, որ էդի ասեիր։ Սպանիր թողիր ինձ։ Հենց Երեմիան կատաղեց, Աստված գում, Բաբելոնին ուղարկի գնաց։ Հալելույա։ Լավ էլի Արմեն, կարոս մի շնայ սեղնեմ, դե չէ ոնց նայ սեղնեմ, ես Աստծու կողմն եմ, ով Աստծու կողմը։ Գնացմա դրանց ասա մեղավոր են, գնում են, բայց եկեք մի հատ տենակ ծոմից իմաստը, ինչ աստեղ, տեսեք Աստված ինչ ձև է ասում, որ դու ծոմ պահես, սա խնդիրը դրա մեջ է, սրանք ծոմ են պամ, սաղ ծոմ են պամ, սաղ ազգը ծոմ են պամ, Okay, գնացինք, second։ Ամեն օր փնտրում են ինձ եւ ուզում են գիտենալ իմ ճանապարհները։ Հա, սաղ քրիստոնյաները սաղ օրը փնտրում են։ Օրինակ ինչ են անում, worship ան։ Բա Եսան ասեց, սրանք շրթունքներով են ինձ պաշտում։ Նստում են իրար հետ ու ասում են, ո՞նց ես, փառք Տիրոջը։ Կողից նայես կս, յա, էսի հավատացել է, not really։ Ուղղակի բանը անգիրար է։ Փառք Տիրոջը, գիրք ունեն տունը, մի քանի հատ, հոգևոր երգեր են լսում, ավտոյի մեջ քարոզներ են լսում, 99.5։ Ես ինչ լուրջ հավատացյալներ են սրանք։ Հետո էլ ինչ են անում։ Փնտրում են ինձ եւ ուզում են Գիտես գիտենալ։ խեմ փնտրում, գործները լավ չի։ Փնտրես բան ինչ կանես։ Ահա։ Էլ ինչ են անում, Աննա ջան։ Ուզում են գիտենալ իմ ճանապարհները մի ազգի պես։ Բա ոնց, բա չիմանան ոնց Աստծուց փոքեն։ Բա իր ճանապարհները ո՞րդ է։ Գնացինք։ Որ արդարություն է գործում եւ Հա մի մոմենտ սուրբ են ապրում, եկեղեցին գա չորեքշաբթի գալի աղոտ կենում։ Ով որ տենաց չորեքշաբթի չի գալու սկսում է գալի, իմացի կարիք ունի բեսամդ։ Կամ մի բան եղել է տակից էլ չեն կարում դուրս գան, արդեն գալիս են իրանց հին հավատացել տեղ դրան։ Այս դերասանությունը արդեն ես սերտիֆիկետ եմ ստացել 4-րդ կարգի, որ գալիս են սեզ նստում են, ես իմ մտքի մեջ ասում եմ թռանք։ Թո տենց էլ մնան, արժանի են։ Բա ինչ, սաղ ժամանակ չկաս, մեկ է գալիս ես, նստում ես, քեզ դրել ես սրբի տեղ, էդ ինչ է, ծոմ են պահում, աղոտ կեմ, ես էլ վեկալ քեզ, չեմ ուզում։ They want to buy me։ Որ ստիպված իրանց համար աղոտ կանեմ։ Այդ որ ասում էր եկեղեցում փողա պետք ինչքան է պետք 5000 գործերս լավանա կտամ էդի արդեն կլի 3 միլիոն 5000 դոլար որ ժողովրդից պարտքեն Եթե սաղը ձեր խոստվածը բերեք հիմա ես Irvine-ի ծովի վրա արդեն չինական բան է island է սարքել այդքան փող ունեմ ես Դե չինացիք ծովի վրա են այսօր island սարքում, չես տեսե, բիտոնը լստում են island են սարքում։ Ես էլ այդպես մի հատ island կունենայի։ Irvine։ Էդի շմերրաս տեղա։ Չսիրեցի, չնասած, սա ghost town եղնի։ Սաղ նույն ձևի, սենց նույն ձևի, սաղ նույն ձևի։ Գույն չկա, սենց պտած, ու սենց չգիտես կողի ենք այլում։ Գլենդել է լավա, ստել մի քիչ շուկ։
զգուշ պատիլես։ Այդ keyboard-ը կարաս նվագես, չի ցավա, որ կնոպկը կսխմես, եղբայր։ Գնացինք, էլ ինչ։ Որ արդարություն է գործում եւ իր Աստծո պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք եւ փափակում են մոտենալ Աստծուն։ Ինձանից պահանջում են արդար իրավունք։ Ես եկել եմ եկեղեցի, դավայ, սկսի։ Ինչ պետքա դուր։ Դու ասել ես կտամ, դե դուր։ Այն որ են երեխեն հեծանի վազում, աղոտ կանում, տարբեր աղոտների վերջում Մարիամի արցանը տանը դրածալում, վեկալմա որ տանի ջարդի մեն ասմա շուշուտեց հեծանի դուր դեսես մորը ջարդելու է Հիսուս։ Էլ ես եկեղեցի չեմ գալու։ Բրծանք քեզանից։ Մի արի։ Պահո։ Դա սրասնայի։ Ես ես տեսակ ծոմա։ Դու այդ ծոմին ուշադրություն կդարձնես։ Կարդանք։ Ինչու մենք ծոմ ենք պահել եւ դու չես տեսել։ Ասում ծոմ ենք բան տեղ չես դնում։ Հետո էլ ինչ են անում։ Ինչու ենք խոնարել մեր անձերը եւ դու չես իմանում։ Այդ այնի ա որ դե նստում են, դեպքերը կախում են, մեր կուատել սրսկում են որ բոթաքսի մեջ գնում են հատուկան, որ սս կաթա։ Էլ ինչ կա։ Լասեք։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում։ Exactly։ Let's take a ծոմն ինչ է։ Ասպատի ծոմ չ։ 90%-ը տենց եք ծոմ պահում։ Հանկարծ ձեր տան մի բան չլի, արդեն ծոմ են պահում, եկեղեցի են գալի, ռեգուլյար, հա։ Մինչև որ հարցները լուծվի։ Հենց լուծումը կորում են։ Ա դու քեզ չես տենում։ Եվ ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ Կարդա։ Ահա դուք կռվի եւ հակառակության համար եք ծոմ պահում։ Որ համարն ես կարդում։ 4 4 Ահա դուք կռվի եւ հակառակության համար եք ծոմ պահում։ Անձգամորեն բռնակահարելու համար այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։ Նորից կարդա անջը։ Որ ես էլ հասկանամ, հայրենս լավ չի, էլի։ 4-ի սկզբից։ Հա։ Ահա դուք կռվի։ Behold, you fast for strife and debate, to smite with the fist of wickedness. You shall not fast as you do this day, to make your voice to be heard on high. So, what do you mean to this day? What are you trying to say? To this day. What does that mean? To this day. This is day. Fasting is oshka. To cheskara fast honest. There's a day for that. Չի specify անում, բայց ասում to this day. What day? Շարունակենք։ Տեսնենք ինչ day է դա։ Այսպես կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ։ Ահա, եկեք տեսնենք հիմա։ Հաց ուտելն է, թե գնաս մի 20 pound ձուկ առնես, պիվեն դնես ու յալլա հաբիբի, հուպ 10 փորիդ մեջ մինչև դուզ գա։ Հայրը, այո, գնացել է, իսկ չգիտեմ, ասում ապետ դու էլ ես, գնացել խորված միս առնեիս, թե մի հատ հայկական հելավ Mercedes-ից, ոչինչ։ Դեն ապսից լցրա։ Այստեղ են այսքան ձուգն ինչ ես ան, ոնց աղբեր 21 օր պետք է պասպայինք։ Ասեմ ընկեր, ծոմը ձուգի մեջ չի։ Այն չես խոսում, մեր պապերը հազարավոր տարի պարասի, դե մի 20 էլ ավելացրա, լավ ինչ ասեմ։ Հա որ, ասի հա, քիչ ես առնում։ Այդ փորդ որ ես նայում ու ձեր բարեկամներն են, եթե հաշվենք, քիչ հա։ Օրը 3 հատ ձուկ ուտես։ Բան կանես, դե մի 20 էլ ավելացա, ավել 10 pound էլ ավելացրեց։ Ճառալով տարավ դրեց ավտոյի մեջ։ Ամար դուք պետքա ծոմ պայք, ոչ թե որ ով է քեզ ինչ ասում, այլ ով Աստված ոնց է ուզում, այդ ծոմը իրանից է դուրս եկել, քեզ այս դուրս չի եկել։ Դանելյան ծոմ եմ բամ, ինչ է, սուպ եմ կերել ոսպով, այդ իմ սիրած սուպն է, ես էլ եմ սիրում։ Լավ էլ կդիմանամ։
Հա, բայց մեջը կանաչի չեմ գցե։ Ոչինչ, ես կանաչի չեմ սիրում։ Մարդկա սող չի ուտում։ Ով է սող չի ուտում ստեղ։ Սաղ ուտում եք, լավ չի, ուրեմն օրինակս չանցավ։ Շարունակի։ Իբրև մի օր, եւ մարդ իր անձը խոնարեցնում է։ Այդ անձը կխոնարեցնի։ Գլուխը ծռել կնյունի պես։ Գործն ու մոխերը Can you read English, please? Right there. I have no idea what you're saying. It's like I'm in կորած լեզուներ կա, որ կործանվել է։ No, Anna, she's good. It makes no sense. Go for. King James Version. Yeah. Jesus, you're the sweetest name of all. Behold, ye fast for strife and debate, and to smite with the fist of wickedness. Yet shall not fast as you do this day, That's the specific this day. What day? to make your voice to be heard on high. So, orka, ծոմի, որպեսի քո խոսքը լսվի. Let's continue. 5. Is it such a fast that I have chosen, a day for a man to afflict his soul? Afflict his soul. Afflict. Դու պետք է քո շունչդ կտրես ամեն ընչից. Next. Is it to bow down his head as a bulrush, and to spread sackcloth and ashes under him? Will thou call this a fast and an acceptable day to the Lord? Okay, so ինչի համար են իրանք ծոր բաղում? The day of the Lord. Դու պետք է ծոմը պահես, ոչ թե քո համար, այլ երբ որ Աստծո տունը վտանգի տակ է. For this day, he said. For this day, what day? Եթե ուզում ես ձենդ լսվի, ուրեմն պետք է դու սեզոնները հասկանաս։ Ես օրինակ ծոմ չեմ ուզում պահեմ. I'll be honest with you. I have a problem. I don't know how I'm going to handle that problem. Բայց եթե ես չանեմ, այս եկեղեցին վանիշ կեղնի։ Ես ու իմ տունս կանիցվենք. So I have to go and fast. Աստծո տունը վտանգի տակ է. Yet what do you do? I'm fasting for my family. All right, wait. Նրանք եփ կլսվի։ Կգնաս ընտեք ասես Տեր ջան ծոմ եմ պայք ասի Ո՞ր ես ծոմ եփ։ You never fast. Որովհետև այդ օրը դու չես իմացել։ Ես չեմ ուզում 2017 թվին գնացի ծոմ պայք խայտարակ օրն ընկա սաղ եկես որովհետև I'm fasting for God. I pray for him. For people, for souls. I afflict my soul. I afflict my body. I'm not fasting for my family. Matter of fact, yes, some տանիքից համար բաներ եմ արել, որ սատանը քչի դաս։ Երեք գիտեք, համարը սատանը almost he got me. Ես ամեն օր լողանում, դու գիտեք, փուլի մեջ լողանում եմ for my exercise, for my back. Այս ապուշները վեկալ են տակ ջուրը անջատել էին։ Ու գիշերը ժամը 10-ին ցուրտ թռա ջուրի մեջ էլի դա ֆռում եմ ձուգի պես։ Արասում ես ջուրի ինչ է լավ։ I'm trying to ուզում եմ հասկանամ ինչ եմ սառում ջրի մեջ։ Like լուրջ ցուրտ է, it's cold. Santa Clarita կամ ցուրտ է կամ շոգ է, there's no middle thing. Very cold, like դուրը բացում ես sense ես անում։ Եկա մտա տեղերը սա գիշեր այսենց այն չուվավայի պես դողացել եմ ապա։ The whole night. Ասի սատանա, you got it, հա։ Արդեն պետք է զանգի ասե forget it, we're not going, որտեվ մրսում էի, like մրսում էի, I was all day. Ասի Տեր ջան, either you healing me or I'm not going. He almost got me. Usually այդ տեղերը իրանք email են ուղարկում, որ ջուրը տակ չի, փուլա կամ մի հատ հիմար ամտեսի միջար, nothing, ոչ ջակուզներ աշխատում, ոչ էլ Արտուն էլ մտավ ջակուզի մեջ, մինչև հետո ծով դեն ջուրն էլ սառնա, արա լուրջ ցուրտ էր Ստեփան, կատակ չեմ անում, ապա աչքերը դուս է գալի բերա սակետներից, ես կցվի ջրի մեջ, ասում ես չակ, այս խի ջրի մեջ դո, մատներս քիթը սառել էր, ապա չակ չով տար կկոտրվեր. He almost got me.
Այսօր առավոտը հելա որ գնամ, ինձ ասես չէ չգնա, ջուր էլի սառնա, այս անգամ ավելի սառնա։ Որտեվ կգնայի արդեն այս անգամ կհիվանդանայի։ Ինձ Աստված ժամը 6-ին God touch me and he heal me. So it's gonna fast արա, I need you to fast. Ասի I was a little bit happy. He wants me to fast. Ու գիտի որ ես problem ունեմ. He knows. Go fast. Ինձ մարդիկ հարցում են, how do you feel going to fast? No. I'm not feeling anything. Գիտեք ինչի, որտեվ սատանա այդ կռիվ եմ անելու։ Իմ երեխու մար չեմ ծոմ պահում։ Ես իմ երեխու մար սկի ծոմ չեմ պահել, երբ որ նեղության մեջ ա եղել։ Չեմ պահել։ Աղոտ կարել եմ, բայց ծոմ չեմ պահել։ Որտեվ ես գիտեմ ծոմ ինչի համար է։ I never fast for my family. I fast for God only for him. Ու միշտ պատասխան ունեցել եմ, միշտ։ Հիմա այս ծոմը այդ դևի դեմ է։ Ոչ թե շենքի դեմ է, այդ դևի էլ որին վրա կյանքում չհարցակվի։ Որտեվ եթե ես եկեղեցի remain անի, էլի պետք է հագա, եթե մեռնեմ գնամ էլի ձեր վրա պետք է over մնաց, հովիվ, իր վրա պետք է attack անի consistently. That's very bad. It's a demon. Դրա համար, երբ որ ձեր տան մեջ կա բաժանում, իմացեք ձեր երեխեքը դրա մեջ հանգնելու են, այդ դևին պետք է կայունացնեք։ You have to stop that demon. Եթե հիվանդություն կա, you have to stop it. You have to stop it. Amen. The last thing որ ուզում եմ 2 րոպեով ձեզ բացատրեմ ու փակենք Աստծո ժողովուրդ։ Ինձ 5 րոպե ժամանակ գտակ։ Now this is what I want to say. So the real fasting is for God, not for you. Դու կարաս չընդունես, գնա ինչքան ուզում ես fast արա։ Ես մինչև 2017 թիվը ես միշտ ծոմ եմ պահել 3 օր, 5 օր եւ ես ձեր համար նորություն եմ։ Ոչ մեկի մեջ ինձ Աստված չի պատասխանել։ Ես դրա համար եկամ այդտեղ ասացի, you know what, էլ չեմ անելու։ Մի բան ճիշտ չեմ անում։ Որտեվ ես ինքս կարող կնոջ սարսի, ես միշտ fast պահել եմ, միշտ I always fast։ Ես դաժե այնքան եմ մենք նոր տարվորով ծոմ էի պահում 3 օր, Ռիտա հետ տոլմա է փաթաթում։ Որ ժամը սանսնի, հիշում ես այդ օրը որ ծոմ էի պահում։ Actually տոլմա է փաթաթում, որ օրը սանսնի գժվում էի։ Չգիտեի ինչ անեի։ Ոչ մի ծոմ ինձ Աստված չի պատասխանել։ Ես է ջղայնացա։ Ասի կամ մի բան, ես չեմ կամ էլ Աստված չի նայում ինձ։ Չի տանում որ ես սոված եմ հիմա։ Տոլմա եմ փաթաթում, որ օրս անցնի, չգիտեմ էլ ում հետ խոսամ։ So 2017 թվին ինձ Աստված եկավ ասես գնա ծոմ պահի։ Ասի 5 օր կանեմ Տեր ջան, ասես no։ Ասի 6 օր։ Ասես no։ 7։ Ասես no, ասի հոп։ Ասի կմեռնեմ 7 օրից հետո։ Ասես չես մեռնի, ես քո հետ կեղնեմ, ասի 9, ասեց no, ոյ քու, ասեցի 9-ն էլ չի։ Բասի քանի ասես 12 օր, որ 12 ասեց, ես արդեն հող եմ անգալի քերեզմանը։ I never fast 12 days. Ինքից ասեց, ես քո հետ ու ինքը ինչև վերջ իմ հետ եղավ։ Ինչեր ասես չեմ հիշե, ինչեր ասես չեմ տեսել։ Կարոտել է ինձ, կարոտել է ուտելիքը, կարոտել է կոֆեն։ Աղբերը տնչերի մեջով անցանք։ Էդի շտարապանք էր, սենյակի մեջ փակ նստել ենք ու մենակ Աստծո համար ծոմ ենք։ Հետո մի օր եկավ ինձ Աստված ասեց. «Տենում ես, ես քո համար 40 օր եմ պահել»։ The tears start flowing. Tears start flowing. Ասում ես քո համար 40 օր եմ պահել։ Ու ասեց հələ շուրջդ նայ, կառավաթուն ես։ Nice beautiful place. Ասում ես անապատ մեջ քո համար տանջվել եմ։ The tears start flowing. I said thank you. Wow. That's powerful. Right? He told me that he fasted for 40 days for me. So precious. Wow. Կանգնենք ոտքի Աստծո ժողովուրդ։ Very soft, Armen. Աստծո ժողովուրդ։ Ես ես մյուս շաբաթ կսովորացնեմ, բայց ուզում եմ էսի ասեմ։ Շատերը ծոմ չեք պահելու, որովհետև ժամանակ չունեք։ Ես միշտ մարդկանց մի բան եմ առաջարկում։
There is one difference. Միշտ որ sense ժամանակներ գնացել եմ աղոթքի, իրանց ասել եմ, you guys want to be part of it? Ձեր աղոթքը գրեք ու մեջը gift դրեք ու տվեք ինձ, կտանեմ հետս կաղոթեմ։ Դուք կլինեք այդտեղ իմ հետ։ Ես ուզում եմ դա սովորացնել, բայց չարեցի, որտեվ ելիցի մեջ ասում է, տարեք ասում է փողը որպես զոհաբերություն տվեք տաճարի համար, թե չէ ասում է փորձությունը որ գա տակից դուրս չգա։ Ես դա մյուս կիրակի կսովորացնեմ։ The point-ը սենի է, որ church-ը այսօր կարիք ունի ամեն ինչի, աղոթքի, ծոմի, բայց ոչ թե ձեր համար։ I know you're not going to do it. Դուք այս րոպեին հիմա ոգևորվես, կասես ես ծոմ եմ պահելու, as soon as you get out of that place, you're going to forget me. Բայց քո զոհաբերությունը քո աղոթքը կմնա հետս։ Ես մի հատ հետարքիր մի բան եմ, ասում եմ, կետերը որ գնում են ձուկ ուտելու, մի հոգին գնում է տակը, ձեն է հանում։ Սաղ ձկները գժվում բարձրանում են վերև։ Ու մնացած կետերը սկսում են ուտելը, բայց գիտեք դրանց մոտ միշտ ովքեր կան։ Ձկնորսները։ Իրանք էլ օգտվում են։ Ամենամեծ harvest-ը, գիտեք երբ են, երբ որ կետը այնտեղ ուտում է։ It's the biggest fishing time in that place. So եթե ուզում ես աղոթքդ, just a prayer, I'm going to go fast, ու ձեր աղոթները կներկայացնեմ Աստծուն. It's up to you, you don't have to give anything, just telling you. That's the only time, որ էսի շատ լուրջ ծոմի են գնում, ու սա պետք է լինի մենակ Աստծո եկեղեցու համար, որ այս դևը էլ կյանքում մեզ հրաշ չանի։ Հիշեք, այսօր դուք երեխաներն եք հլա ամուսնացած չեն։ Նրանք էլ պետք է ամուսնանան։ Նրանք էլ պետք է երեխաներ ունենան։ Նրանք էլ պետք է եկեղեցու մեծանան։ Այդ եկեղեցին պետք է համնա։ Ես ասել եմ, ես կգնամ ու այդ ցավը կկրեմ, բայց չթողած եկեղեցին կորի։ Մենք այսօր մեզ արդեն եկեղեցիներ են տալիս, արդեն մի հատ եկեղեցի տվել են, երկու հատ է տալու են, մենք officially արդեն 6 հատ եկեղեցի ունենք, 3 հատ ստեղ, 3 հատ դուրսը։ We have 6 churches now. Ու ասածս ինչա որ կունենաս կավելանա, չես ու այդ եկեղեցիներում, որ ես գնում եմ, ծառայում եմ, ովքեր որ financially ինձ օգնում են, that blessing goes to them too. Այդ մարդիկ որ Աստծուն փառք են տալիս, Աստված նայում է թե ով է եկեղեցուն financially support անում։ Գնացեք Ելից 34-ը խնդրում եմ կկարդաք։ Այնտեղ ասում է, որ եթե դու չզոհաբերես քո atonement-ի համար, ասում է պատերազմի ժամանակ կպարտվես։ Կարա սիրտդ խստացնես ու ոչինչ չանես, դա քո գործն է։ Բայց այս եկեղեցին սատանան նենց արեց, որ մենք $9,000 փող տանք։ Մյուս ամսվանից May June we're going to start giving 9,000 rent. 4 ամիս առաջ 2,700, դառավ 4,000, հիմա 9,000. Now I need your help. So that's pretty much you guys have to come. Պետք է բերեք ու օրհնեք։ Էլ չեք ասեք չունեմ, գործերս լավ չի։ None of us. Ասում է թոփ աղքատնել բերի տա, ասում է հարուստնել բերի տա։ Տեղ գրում է կկարդակ հետո։ Ես մյուս կիրակի սովորացնեմ ձեզ։ We need to bless the church, որ մենք կարողանանք շարունակենք Աստծո։ Եթե սիրում եք այս եկեղեցին արեք։ Ամեն։ Ճիշտը լավ է որ ձեր 10-րդ ու ընծաները տակ, բայց ամառ չի տալիս։ Չեն ուզում տան։ Բայց չես էլ կարա գաս, նստես, գնաս առանց Տիրոջը օրհնելու չի կարելի։ You have to bless the Lord. Դա նորմալ չի։ Դու ունես ամեն ինչի փող, բայց երբ որ գալիս է Աստծուն, չենք տալիս։ Դա չի կա։ Ոնց ես դու Աստծուն սիրում։ Բա մենք ինչ անենք։ Ես գնամ, խնդրեմ, աղաչեմ ուրիշներին, փող տան ինձ ու դու գաս, նստես։ Մենք ստեղ գալիս ենք շաբաթօրը, մաքրում ենք, լվանում ենք, դասավորում ենք, սարքում ենք, առնում ենք, դուք սխաբար չեք, մենք ինչքան փող ենք ծախսում։ Սա պետք է լինի regular արդեն Աստծո ժողովուրդ։ $9,000 ռենտալը հեշտ այսքան փոքր եկեղեցու հետ։ Իսկ չմոռանաք, որ ուրիշ եկեղեցիներ ես փող եմ տալիս, որովհետև իրանք ռենտի փող չունեն։ Մարդիկ կան, աղքատ են, իրանք փող ենք տալիս։ Ու այդ ձեր տվածը կօրհնի համ իրանք, համ էլ այդ եկեղեցիներին։ Ամեն։ Հիշեք սա regular է եղնելու. I have to talk about money now on. It's 9,000 just the rent. Utility, musicians, equipment, internet, other things are goes up another 6,000-7,000. Amen. Եկաղոտ կանենք։ Հիսուս ջան, փառք ու պատիվ քեզ օրհնես այստեղ
Ներկաներին Տեր ջան եւ նրանք ովքեր որ նայում են օրտնես իրենց կյանքը, փառավորվես դու իրենց ամեն մեկի կյանքի մեջ։ Հիսուսի անով մենք խնդրում ենք որ օրտնես եւ օգնես Տեր ջան։ Եվ լցնես այս եկեղեցի եւ մնացած եկեղեցիներ որ տվել ես մեզ Հիսուս ջան քեզ փառք ենք տալ եւ պատիվ Հիսուսի անով եւ Աստծո սուրբերն ասեն ամեն։ Արայ Աստծո ժողովուրդ կտեսնվենք մյուս կիրակի օրը։